Կարծես ջրի տակ լինենք։ Փոնք է։ Դա կալիֆոռնիական ծովառյուծ է։ Այն եղջյուրներ ունի։ Դա ծուկռնգեղ ջուր է։ Հապա այն մեծին նայիր։ Դա կետանման շնաձուկ է։ Իսկ վտարով լողացողներն ի՞նչ են։ Սկումբրիա։ Դրանք էլ են երկու տեսակի լինում։ Մի տեսակն ապրում է ափամերձ խութերում, իսկ մյուսը բաց ծովում։ Ծովում ապրողները լողում են վտարներով ծովի մակերևույթի մոտ կամ միջին խորության վրա։ Նրանք խութերում ապրողներից տարբերվում են թե ձևով, թե գույնով։ Ոսկեգույն սկումբրիան ապրում է խութերում, իսկ սևը բաց ծովում։ Մենք Կումիկոյի համար աշխատանք ունենք։ Որքան համառ եք։ Մենք ուզում ենք, որ նա կարողանա ինքնուրույն կյանք վարել։ Իսկ նրան խորհրդատուներն են պաշտպանելու։ Ես հոգնել եմ դա լսելուց։ Ես շատ եմ ասել, որ Կումիկոյին 4 պատի մեջ պահելը նրան օգուտ չի բերում։ Վստահ եմ, որ Կումիկոյի հանգուցյալ ծնողները նույնպես անհանգստանում են նրա համար։ Դու որտեղից գիտես։ Ես Կումիկոյին դուրս չեմ տանում։ Չնայած նա վերջերս շատ է դուրս գալիս։ Ինչ։ Նրան թվում է, թե ես չգիտեմ։ Մենակ է դուրս գալիս։ Ես չէի մտածում, որ նա Կումիկոյին կտանի զբոսանքի։ Քիչ էր մնում խելագարվեի։ Եթե Կումիկոյին հիմա տեսնես, չես ճանաչի։ Նա կարծես գովազդային պաստառի մարզիկը լինի։ Ինչ իմաստով։ Պատրաստ է վազքով սլանալ։ Այստեղ գրքերի ծով է։ Ժոզե։ Օ, այդ դու ես, սպասավոր։ Այդտեղ գրված է Ժոզե։ Դա գլխավոր հերոսուհու անունն է։ Ֆրանսուଆ Սագան։ Իսկ սա շարունակությունն է։ Միշտ ցանկացել եմ կարդալ։ Իսկ սա ավարտն է։ Ձանձրալի է։ Քեզ նման անտաշ սպասավորները Սագանի գրքերը չեն հասկանա։ Դրանք բոլորը վերցրու ինձ համար։ Մեծ գրադարանի քարտ է հարկավոր։ Կորած կիսադեմ։ Դուք առաջին անգամ եք մեզ մոտ։ Այդ դեպքում խնդրում եմ լրացրեք սա։ Օ, սիրում եք Սագանին։ Ես նույնպես։ Իսկ որ վեպն է ձեզ դուր գալիս։ Օհ, կներեք, առաջին անգամ եմ տեսնում Սագանի երկրպագուի, այնքան ուրախացա։ Առանց ստվերների մարդիկ։ Հրաշալի է։ Իսկ թափթփված մահճակալը կարդացել եք, այն հենց նույն հերոսների մասին է, Ժոզե, որոնք սա էլ վերցրու։ ձեր ընկերն է։ Նա ձեզ Ժոզե է անվանում։ Ինչ հրաշալի է։ Ոչ, ոչ, ինչ ընկեր։ Նա ինձ վրա չի էլ նայում։ Տղաները սիրում են նրան։ Նա մի անգամից 5 տղայի հետ էր հանդիպում։ Բերանդ փակիր, թե չէ ջարդդ կտամ։ Ես ուզում եմ վերցնել այն գիրքը, որի մասին ասում էիք։ Այո, Բեատրիսի մասին։